ընկերուհիս է գալիս ու ասում, բա չգիտես ինչա տեղ ունենում մեր խորհրդարանում եւ այլն, դե չեմ նայել այդքան բաները։ Այն ժամանակ էլ չէի նայում, հիմա առավել եւս չեմ նայել։ Բա ինչ որ բան է ՍԿՊ-ն հարձակվել է մի մարդու վրա, մի նկարչի, որ դե հոգևորականների վրա, նա նկարիչը չի հետաքրքիր։ Որ ինչի են հոգևորականները թույլ տվել, որ նկարիչը Քրիստոսի այդ վերջի ընթրիքի նկարի մեջ հովանավորի պատկերով է առաքյալներից մեկին տեղադրել։ Հասկանում եք, ԿՊ-ի ներկայացուցիչը այդ դեգեներատները, ես դրանց ուրիշ բառ չեմ կարողանում գտնել, ինձ համար ԿՊ-ն անընդունելի է, ես չեմ ընտրել իրանց, օպոզիցիա եմ իմ բոլոր բջիջներով ու դա փաստ է։ Մանկաբարձ գինեկոլոգները իմիջիալից պիտի ծնկի գան, առավոտից իրիկուն աղոթեն, որ ԿՊ-ն մնա, ես նրանց խոսեմ, նրանց մասին խոսեմ, որ ԿՊ-ն դուրս եկավ, ես անցնելու եմ մանկաբարձ գինեկոլոգների ջանին, այդ աբորտներին եւ այլն եւ այլն։ Մի խոսքով դեգեներատ, ինչի եմ ասում դեգեներատ, որովհետև իրանք ինձ են ներկայացնում, իրանց ասածը թարգմանվում է ամբողջ աշխարհով մեկ, որպես իմ ներկայացուցիչ։ Իսկ ամբողջ աշխարհը գրեթե 1/3 ամենակիչը քրիստոնյաներ են։ Այդ քրիստոնյաները ոչ մեկ չգիտի առաքյալների ինչ պատկեր են ունեցել, ոչ մեկ չգիտի այդ առաքյալների Քրիստոսի նկարները մարդիկ իրար նկարներն են նկարել, ոչ մեկը չգիտեն Քրիստոսի դեպքը, ո՞ն այ դեգեներատ ԿՊ-ականներ։ Ձերը մենակ ես ասֆալտն անել, վատ եք խփել, Սևան Երևան ճանապարհից է 3 տարի է, ես գրում եմ դուք անընդհատ քանդում կպցնում եք, որովհետև որակով չի, քանի որ գրված է 5000 տարվա ճշմարտությունն է, որ չար պտուղը չի կարա չար ծառը բարի պտուղ չի կարա բերի։ Ձեզնից ինչ բարի բան պիտի լինի։ Հիմա է դեգեներատ ԿՊ-ականը, որ 12 առաքյալների դեմքը անգիր գիտի, դիմագծերով, համամիտա բանա, մտածում է, որ դա չի կարա հովանավորի դեմքով լեղած լինի։ Պիտի գաս Սևան Երևան ճանապարհով այս գովազդները հանես, դա քո աշխատանքը։ Այ դեպիլ դեգեներատներ, ձերը սա է, որ առավոտից իրիկուն գովազդա գնում ես ճանապարհին, ալկոհոլի, ծխախոտի, չեմ իմանում ինչի, այ դեգեներատներ ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի տակ ես ազգը սատկում է։ Ինչ ասում ես սատկել բառը մի ասա, վիրավորում ես։ Դեբիլ դեգեներատ մի ասա, վիրավորում ես, ասա անմիտներ։ Կարող է մի օր տենց սարգանան, որ անմիտներ ձեզ ասեմ, բայց հենց որ ես ասեմ անմիտներ, իմացեք, որ դրա տակ ասում եմ դեբիլներ, դեգեներատներ, սատկած շներ։ Սա 100%։ Ու հիմա այլ հրամայում եմ ձեզ Հիսուս Քրիստոսի անունով, որ այդ բոլոր այդ չար շները հայ առաքելական եկեղեցուց հեռու գնաք, թե չէ մեն ինձ օգնություն պետք չի, ձեզ մաս կանեմ հայաթում պարկացնեմ այդ հայ առաքելական եկեղեցու։ Ինչի՞ չեք հեռու մնում այդ եկեղեցուց դուք։ Ձեր էս ասֆալտ նայեք, պարկեք տակը, խփեք, քանդեք, խփեք, քանդեք, էսա ձեր գործը։ Հայ առաքել 2000 տարվա հայ առաքելական եկեղեցուց ինչ գործ ունեք դուք։ Ձեզ ընտրել է այդ 49%-ը, ես գիտեմ ովքեր են ընտրել, որ աբորտներ են անում, առավոտից իրիկուն 30 աբորտներ ունեն, ու են գինեկոլոգները ով աբորտներ արել են, անում են ու անելու են, ձեզ իրանք են ընտրել, իրանց համար էլ իրանց ուզած գործերը արեք, հայ առաքելական եկեղեցին էլ գուցե ուզեն քանդեն, որ այդ աբորտներից խոսացողներ չլինի, բայց խոսացողներ լինելու են ու կան։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։